Ամեն դեպքում, եթե մենք տանք գնահատական, ապա սա ցույց է տալիս, որ իշխանությունը շարունակում է պարտվել։ Ես ինչու եմ ասում շարունակվում է, որովհետև այնինչ տեղի ունեցավ Գյումրիում եւ առավել եւս Փարաքյարում կամ Գյումրիում եւ Փարաքյարում տեղի ունեցավ, դա այն նույն տենդենսի շարունակությունն է, որը որ մենք տեսանք, ասենք նույն Երևանի ավականու ընտրությունների ժամանակ, ի վերջո հիշենք, որ Երևանում էլ մոտավորապես նույն տոկոսները ստանալով, եթե չեմ սխալվում 32 թե 33% ստանալով, իշխանության այդ շարասյունը իրենք հետագայում այսպես տարբեր գործարքների մեջ մտնելով, տարբեր մարդկանց այս ցուցակից այն մյուս ցուցակ գողանալով, վախացնելով, իսկապես նստացնելով, կամ հակառակը ինչ-որ մեկի բարեկամին ազատելով սենց գործարքներ անելուց հետո միմիայն իրենք կարողացան Երևանում վերցնել իշխանությունը։ Այս առումով ես կարծում եմ այս տենդենսը, որը որ մենք նկատում ենք առնվազն 23 թվականից, թեպետ եթե ավելի խորանանք, ապա նույն նոյեմբերյանում իշխանությունը բանինը չի նույն այնտեղ էլ ապրելու երկրի ներկայացուցիչն է նոյեմբերյանի այդ բանի համայնքի ղեկավարը, հա, խոսում ենք նոր քիչ ալավերդում էր այդպես, հետո ինչ են արել, բայց տենդենսը նա է, որ ընտրությունների արդյունքում այս իշխանությունները այլևս չեն կարողանում վերարտադրվել կամ իրենց ձայները հերիք չեն, որպեսզի միանձնյա կարողանան իրենց իշխանությունը վերարտադրել։ Սա փաստ է, Գյումրին եւ Փարաքյարը իրենք համապատասխան տրենդը ձևավորեցին, համապատասխան տրամադրություն ձևավորեցին, ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում նաև նոր բանավեճի թեմա դարձան, այսինքն կարելի է ընտրություններով հաղթել, թե չի կարելի հաղթել, գիտեք, այդ դիսկուսը արդեն գնում է, այդ հավերժ դարձած արդեն քրոնիկ դարձած դիսկուսը, արդյոք կարելի է ընտրություններով հաղթել, չի կարելի եւ այլ, այդ բավականին ծայրահեղացված է դիսկուսը, էլի։ Սա է իմ կարծիքով